Գյումրու Ալեքմանուկյան փողոցի այսպես կոչված 50-ամյակի կամուրջն է Ծորի մայլի վրա։ Կառուցման օրվանից չի հիմնանորոգվել, հիմնականում կոսմետիկ նորոգումներ են եղել։ Պարբերական ահազանգեր են լինում վարորդներից եւ թաղի բնակիչներից, որ սա փորձանքի բուն է։ Մենք չենք սպասելու, որ փորձանքը տեղի ունենա, ինչ-որ փլզում լինի, որից հետո սկսենք զբաղվել կամրջով։ Եվրատաշինքը խոստանում է, որ ընտրվելու դեպքում անպայման հետազոտելու է կամրջի իրավիճակը եւ հիմնանորոգելու է այն։ Հարգելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին անպայման մասնակցեք Գյումրու ավական վարդահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տվեք Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Մենք մեր խոսքի տերն ենք։ Լավագույնը մեր քաղաքի համար ենք անելու։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Հաջորդ հարցը ռազմաբազայի հողահարգը վերաբերում է արդյոք նախորդ 30 եւ ավել տարիներին եւ եւս թե մինչեւ այս գոյացած պարտքը ներվելու է։ Եվ կարող է կառավարությունը մերժել փոխհատուցել այդ հարկերը եւ եթե այո, ինչ քայլեր են հետևելու դրան։ Հա, լավ հարց է։ Սա աննախադեպ բան է, երբ Գյումրու համայնքապետի հավակնորդը կամ ավականու անդամության հավակնորդները վերջապես հիշել են, նկատել են եւ պնդում են, որ պիտի Գյումրին փոխհատուցվի իր հողերից օգտագործման համար։ Պետական իշխանությունը այսքան ժամանակ չի մտածել, բոլոր նախորդ քաղաքային իշխանությունները այս մասին ներողություն չեն մտածել, չեն դիմել։ Հիմա մենք մեր ծրագրով նախատեսել ենք, որ պիտի դիմենք պետական ուրեմն իշխանությանը, կառավարությանը, խնդրելով հարգել մեզ հասցված վնասը, Գյումրի քաղաքին տարիներ շարունակ հասցված վնասը պիտի հարգել եւ պիտի մեզ փոխհատուցել հողերի օգտագործման համար հողի հարկի, գույքահարկի, անշարժ գույքի հարկի չափ գումար։ Դրանք պիտի մտնեին քաղաքի բյուջե, չեն մտել։ Ամբողջությամբ օբյեկտիվ եմ համարում նման հայտի ներկայացումը պետական իշխանությանը, բացատրելով, որ 97 թվականից այդ հարկերի չափով վնաս է կրել Գյումրի քաղաքը։ Բացատրելու ենք։ Ես չեմ կարծում, թե այնտեղ չհասկանան սա։ Կհասկանան։ Երկերից մեկն այն է, որ պետական իշխանությունն ասի, թե ինչ անենք, տենց ճակատագրով է ստացվել, որ բանը Գյումրու հողերի վրա են տեղավորված օտարերկրի բազան 5-6 զորամասեր դիմացեք, հա։ Մենք իհարկե պնդելու ենք եւ ես եւ մեր խմբակցությունը պնդելու ենք, որ ուրեմն պետությունը մեզ փոխհատուցում տա այն բանի համար, որ մեր հողերը օգտագործվում են։ Պիտի պատկերացնել, որ եթե ոչ, բանը թող յուրաքանչյուր համայնք ինքը պատկերացնի, որ իր հողերի մի մասը 1%, 2%, 5%, 10% օգտագործվում է պետության կողմից եւ այդ համայնքը չի փոխհատուցվում, որքանով է սա արդար։ 30, չէ, ինչքան ասացի, 97-ից մինչև հիմա, հա, 20 քանի տարվա մասին է խոսքը։ Այդ հաշվարկը ես այն օրը արեցի, խոսքը առնվազն 30 միլիոն դրամի մասին է տարեկան։ Այժմյան դրույքաչափերով հողի հարկի անշարժ գույքի եւ ինչ է անունը շարժական ավտոմոբիլային գույքահարկի հաշվարկ չեմ արել, որովհետեւ տեղյակ չեմ։ Google-ով կարելի է իհարկե շենք շինությունները տեսնել կոնե, բայց ավտոմոբիլային տրանսպորտի կամ զրահատեխնիկայի գնալ գալու, այդտեղ ունենալու Գյումրի քաղաքի տարածքում լինելու մասով պատկերացում չունեմ։ Պետությունն էլ կարող է պատկերացում չունենա, որովհետև ռազմաբազայի ռազմական գաղտնիքը դա կարող է լինել, բայց ինչ որ նոմինալ գումար 200 մեքենա, то չգիտեմ 1000 մեքենա, ով գիտե, այդ դրա չափով Գյումրի քաղաքը պիտի փոխհատուցվի եւ սա կլինի արդար, ոչ թե Գյումրի քաղաքը պիտի լինի մուրացկանի տերում ամեն անգամ պետական իշխանությունից փող խնդրի, թե մի քիչ փող տվեք, ես ինչ գործ անենք, ես ինչ փոսը լցնենք, ես ինչ ծագը փակենք, այս ամբողջը բացատրվելու է եւ հետեւողականորեն պետական իշխանությունից պահանջվելու է Գյումրի քաղաքին փոխհատուցում իր հողերի եւ այդ գույքահարկի կորսված, բաց թողնված, այսպես ասած, եկամտի համար։ Եվ դա մեր տուն չենք տանելու, ինչպես հասկանում եք, պետական իշխանությանը բացատրվելու է, որ
բան է, բացատրելու կարիք էլ չկա, օրենքի մեջ գրած է, այդ ամբողջը մտնելու է համայնքի բյուջե եւ ծախսվելու է համայնքային ծառայություններ մատուցելու համար։ Այսքան բան, այդ 30 միլիոնը մինիմումն է, տարեկան 30 միլիոն։ Հնից եթե հաջողվեց ինչ-որ բան իդ բերել, շատ ավելի լավ։ Կարող է բանակցությունների քննարկումների արդյունքում պետական իշխանությունը ասի լավ դե կոնե մյուս տարվանից կամ այս տարվանից դա կսկսենք ձեզ փոխհատուցել։ Շեշտում եմ, սա աննախադեպ մի բան է, մոտավորապես այնպես, որ Կոլոմբոսը 15 տարի համոզում էր տարբեր թագավորների, արքայազների, իշխանների, ասում էր մի քանի հատ նավ տվեք, ծովով գնամ Հնդկաստան, ասում են խելար է, այն մարդ քշեք գնա, ինչ գործ ունեք, քիչ էր մնացել վառեին, հա, խեղճ մարդուն։ Հիմա իսկապես արտասովոր կարող է թվալ այս գաղափարը շատերի համար, ինչքան էլ ուզում է թվա, արդարությունն է, որ քաղաքը փող է կորցրել եւ այդ փողը պետք է մտնի քաղաքի բյուջե, վերջացավ։ Էս է մեր մոտեցումը։ Եթե կառավարությունը մեժի հաջորդ հարցներ փոխհատուցել այդ հարկերը, ինչ քայլեր են հետևելու դրան, որովհետեւ քաղաքացին նշում է, որ դատարանը գործը տարիներով կքննի, քաղաքը դրանից ոչինչ չի շահի, կան այլ լծակներ։ Դատարանի հարց չկա ստեղ, դատարանի հարց իսկապես չկա։ Մենք գործ ունենք միջպետական պայմանագրի հետ, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն։ Լավագույն մաղումներով ենթադրում ենք Հայաստանի Հանրապետությունը Գյումրու հողերը տվել է օտար երկրին բազա տնելու համար։ Լավ է արել, գտել է, որ Հայաստանում ինչ է անվտանգություն, սահմանների պաշտպանության համար սա շատ կարևոր է, լավ է արել, Գյումրուն պիտի փոխհատուցվի, սա լինելու է բանակցություն պետական իշխանության հետ։ Ամենածայրահեղ տարբերակը իսկապես դատարանն է, բայց ես չեմ կարծում, թե դա արդյունավետ եղանակ է մեր ստատական համակարգով վեթինգ չեղած, չբարեփոխված ստատական համակարգով ակնկալել, որ դատարանը 30 տարի հետո վերջապես մեր հայցը կբավարարի, բայց պիտի իշխանության այս ամբողջը բացատրվի։ Եթե պետական իշխանությունը չի ընկալում սա, մենք կես ժամը մեկ սա հիշեցնելու ենք, ու հանրային իրազեկում ենք անելու։ Մարդկանց բացատրելու ենք, որ սիրելի ժողովուրդ, աղբահանության այսինչ խնդիրը, այս մյուս խնդիրը, որ գիշերային լուսավորությունը նորմալ չէ Գյումրի քաղաքում, կանաչապատումը, սան մաքրումը եւ այլն, այս ամբողջը տուժում է այսքան չափով, որովհետեւ պետությունը մեզ չի փոխհատուցում մեր հողերից բազային կամ ուրիշ նպատակով օգտագործման համար։ Պիտի փոխհատուցի։ Մենք դա անելու ենք հետևողականորեն, դա քաղաքի փողն է եւ պիտի կա մտնի քաղաքի բյուջե։ Ռուսաստանի Դաշնությունը չէ, որ մեզ պիտի փոխհատուցի, նման պարտավորություն միջպետական պայմանագրով չկա, բայց Հայաստանի Հանրապետությունը, որը տվել է այդ հողերը օգտագործման, ինքը պիտի կռահի, որ այս համայնքի հողերն է տվել եւ լավ կլինի հողերին փոխհատուցի։ Հələ ես այն մյուս հարցերի մասին չեմ խոսում, որ բացի բուն զորամասային տարածքներից 102-րդ ռազմաբազան Գյումրի քաղաքից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողերի օգտագործումը իր հերթին, դրանք լթողն ենք, հա, բուն Գյումրի քաղաքի հողերից նաեւ բարբերաբար օգտագործում է այլ հողակտորներ նույնպես եւ օգտագործում է թրթուրավոր տեխնիկայի տակ, իսկ այդ թրթուրավոր տեխնիկան որտեղից անցավ, ընդեղած բուսականության ու սևահողերի հերն անիծվում է եւ այլն, սրանք այլ կատեգորիայի խնդիրներ են, սա էլ պիտի կարգավորվի։ Իրենք պիտի ունենան իրենց ելումուտի օգտագործման տարածքների քարտեզը, աշխարհագրությունը, դրանից դուրս չպիտի գան եւ դրանց համար էլ պիտի ինչ-որ մի փոխհատուցման մեխանիզմ սահմանվի։ Ես առայժմ խոսում եմ այն տարածքները, որտեղ Հայաստանի քաղաքացին ելումուտի հնարավորություն չունի, պարիսպետ, ցանկապատ է, փշալարեր են եւ դա Գյումրու հողերն են ի վերջո։ Պետությունը թող պահի այնքան, ինչքան կկամենա, բայց դրա դիմաց պիտի քաղաքը փոխհատուցվի։ Սա անդադար մենք շեշտելու ենք եւ բացատրելու ենք պետական իշխանությանը։